Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Բարի երեկո, Մեծահաբի եթերում է Արենանը, ես Արթուր Հայրապետյան, այսօր զրուցելու եմ քաղաքական հասարակական գործիչ, գրող, Արթուն ենք շարժման համակարգող, նախկին քաղբանտարկյալ Նարեկ Մալյանի հետ, բարի երեկո։ Բարի ձեզ։ Շնորհակալ եմ հրավերին։ Ես եմ շնորհակալ հրավերի համար։ Պարոն Մալյան, տեսանք ինչ կատարվեց, մեկ շաբաթ առաջ Գյումրիում եւ ստացվեց, որ ընդդիմությունը հաղթեց։ Ուզում եմ հասկանալ, եթե այս տրամաբանությամբ ընդդիմությունը հաղթում է, կարող ենք վկայել, որ 2026 թվականին նույն տրամաբանությամբ կրկին ընդդիմությունը հաղթելու է արդեն խորհրդարանական ընտրությունների ժամանակ։ Նախ մի քիչ այդ հաղթանակ բառը եկեք վերապահումներով օգտագործենք, սա ավելի շատ բյուրոսյան հաղթանակի է նման, շատ տարբեր չափորոշիչներով բավական վատ արձանագրումներ եղավ նաև, մասնավորապես անցյալ ընտրությունների ժամանակ քաղաքացիական պայմանագիրը կարծեմ 7000 ձայն էր հավաքել, այս անգամ 17000 ձայն հավաքել։ Հետևաբար դա վկայում է նրա մասին, եթե մենք գնում ենք կանխավարկը ցվեցնում ենք, որ հավատում ենք այդ թվերին, որոնք հրապարակված են, ապա ստացվում է, որ քաղաքացիական պայմանագրի ձայները կրկնապատկից ավելի շատացել են։ Այսինքն մարդիկ ըստ այդ տվյալների ավելի շատացել են, ովքեր իրենց ձայնը տալիս են քաղաքացիական պայմանագրին։ Իմ կարծիքով միակ հիմնական դասը, որը որ կարելի է Գյումրի մասով հատկապես այդ ընտրությունների ստանալ, դա այն է, որ ընտրությունների միջոցով Հայաստանում իշխանապողություն իրականացնելը կարծիքով անհնար է, որովհետև Գյումրի ընտրությունների ժամանակ մենք նաև տեսանք տատիկների ձերբակալություն, հա, որը մինչև այդ չենք, ասենք ամեն անգամ մենք զարմանում ենք, սկզբում զարմանում ենք, երբ որ լրագրողների, քաղաքական գործիչների էին ձերբակալում, հետո զարմանում ենք, երբ որ կալանավորում էին երեխատեր մայրերի, հիշում եք, չէ՞, տենց բաներ էլ եղել ընդդիմության մեջ, Ստաթևիկ Վիրաբյան, չէ, ավելի է զարգանում, ոչ թե չի փոխվում։ Այս ընտրությունների ժամանակ մենք տեսանք, որ ձերբակալեցին տատիկների 70-ից 90-ի մոտ մի քանի տատիկների ձերբակալեցին։ Վախեցրել էին, որ ձեզ անազատության մեջ Նայեք, հազվադեպ է լինում, որ 70-ից, այսինքն դա շատ ծանր հանցագործությունների դեպքում է լինում, առանձնապես ծանր հանցագործությունների, որ 70-ից մարդուն կալանավորում են կամ ազատազրկում են նախնական կալանքի տեսքով, այսինքն մինչ դատական իմաստով, հա, սովորաբար դատարանները ինչքանով գիտեմ իրավաբանները այդ մասին ավելի մանրամասն կասեն, ավելի ինչ-որ ուրիշ մոտեցում են ցուցաբերում տարիքով մարդկանց նկատմամբ, որովհետև նախ եւ առաջ նրանք առողջական խնդիրների հետ կապված, ավելի սահմանափակ, հա, հնարավորություններ ունեն բանտում ապրելու եւ այլն եւ այլն։ Մենք տեսանք, որ ոչ միայն տարիքով մարդու, այլ տարիքով ծեր կնոջ ձերբակալեց։ Հետևաբար Նիկոլ Փաշինյանը իր առաջ դրած խնդիրը լուծում է փայլուն եւ անդադ, այսպես ասեմ, 7-24 ռեժիմով իր առաջ խնդիրը մի հատ իշխանություն պահել։ Գնալ այնպիսի process-ների, որտեղ Նիկոլ Փաշինյանի կամքի արտահայտումը բավական մեծ դերակատարում ունի, դա օրինակ ընտրություններն են, դա օրինակ հրաժարականի պահանջով փողոցներ դուրս գալն է, չէ՞, որտեվ ի վերջո նույն հրաժարական տալու որոշում կայացնողը ինքն է, ինքը չի տալու այդ հրաժարականը։ Դե պարմալը։ Իմ կարծիքով անարդյունք է։ Իմ կարծիքով եւ իմ ընկերների, իմ համախոհների կարծիքով impeachment-ի գործընթացը միակն է եւ անայլ ընտրանքն է, այսինքն չունի այլ ընտրանք այս պահին Նիկոլ Փաշինյանից ազատվելու process-ի մեջ։ Եվ impeachment-ը միայն impeachment-ային գործընթաց առանց փողոցի 0 արդյունք կտա։ Փողոցային մեծ ցույցերը, ինչը մենք տեսել ենք անցյալ տարի այս օրերին, առանց impeachment-ի հստակ գործընթացի եւս 0 է։ Հետևաբար այդ երկու process-ները պետք է զուգահեռ իրականացվեն եւ այդ երկու process-ները պետք է լինեն
գրագետ, արդյունավետ, փայլուն իրականացվող, որ այդ process-ներից մեկում մի քիչ թերանանք, արդյունքը չենք ստանա։ Ինչը բազմաթիվ անգամ տեսել ենք։ Սա է մեր քաղաքական առաջարկը եւ այդ ըստ էության հասարակության 70%-ը տարբեր հարցումներով սպասում է քաղաքական ինչ-որ վստահելի առաջարկի, որպեսզի այդ առաջարկին հավանություն տա եւ իշխանափոխությանը ակտիվ մասնակից լինի։ Բայց հասարակությանը վերջին տարիներին առաջարկվել է միայն պասիվ դիտորդի, պասիվ մասնակցի, ուղղակի այսպես ասեմ, մասովկայի դեր, անհասկանալի իր համար անհասկանալի, հանրության համար անհասկանալի ինչ-որ կուլուարային պայմանավորվածություններ, իրականում չեմ ասում, դրանք վատն են, բացասական պայմանավորվածություններ են, բան, այդ մասին չեմ խոսում։ Ուղղակի հասարակությունից հետ ոչ թափանցիկ աշխատանքի նաև արդյունքում հասարակությունը սկսեց զգուշանալ, չվստահել իրեն փողոցի կոչեր անող մարդկանց եւ իմ կարծիքով օրինաչափ էր դա։ Այո, որը մեղադրել, այո, չի կարելի։ Մենք բազմիցս քաղաքական առումներով ընդդիմությանը մեղադրում ենք, պարոն Մալյան, դուք շատ դեպքերում փորձեցիք հատկապես վերջին շրջանում մաքրման գործընթաց սկսել ընդդիմության հատկապես շրջանում, որը կարծում եմ շատ մարդկանց համար բացահայտվեց այն մարդկանց դեմքերը, ովքեր որ փորձում էին, հա, փողոցային պայքարի միջոցով մարդկանց մոլորեցնել եւ այլն։ Բայց այսօր մենք ունենք մի իրավիճակ, որ ընդդիմությունը կարծես բոլոր կողմերից, հա, пассив դիրք է բռնել եւ մենք հիմա չենք կարողանում հասկանալ, կոնկրետ ժողովուրդը չի կարողանում հասկանալ ինչ պիտի անի, որ օրինակ խաղաղության պայմանագիրը, որը Նիկոլը հայտարարեց միակողմանի պատրաստ եմ ստորագրելու, գոնե այդ փաստաթուղթը չստորագրվի։ Նախ ես նախքին պայքարի փորձերը բոլորը մի հարթության մեջ չէի դնի, որովհետև այնտեղ եղել են այո քաղաքական ավանտյուրայի փորձեր, այսինքն մարդիկ են եղել, ովքեր փողոցային շարժումները իրենց քաղաքական կամ նյութական շահերին համապատասխան պայմանավորվածությունների են վերածել իշխանությունների հետ, մենք այդպեսի անել գիտենք, բայց իհարկե եղել են մարդիկ, ովքեր ազնիվ պայքար են տարել, աշխատասեր, այսպես ասեմ, ամբողջությամբ այդ պայքարի մեջ են մտել, բայց արդյունքը հա չի եղել, բայց այդ մարդկանց գոնե առնվազն բարոյական առումով այդ քաղաքական ուժերին ես մի հարթության մեջ չէի տեղավորի, դա անկեղծ ասած ճիշտ չէր լինի, որովհետև այն մարդիկ, ովքեր անկեղծ պայքարել են, այդ մարդկանց հետ ես ճանապարհ նաև ունեմ անցնելու հետագայում։ Իսկ քաղաքական ավանտյուրիստներին ուղղակի պետքա բացառել մեր շրջապատից, որպեսզի իրանք չգան, այսպես իշխանության հետ իրենց պայմանավորվածությունների արդյունքում չփչացնեն, չփորձեն փչացնել ամենայն դեպս չեն կարող փչացնել, բայց չփորձեն իրանցով անեն ինչ-որ process-ներ, որպես իրանց process ներկայացնեն այդ տարբեր բաներ եւ այդ process-ները իշխանության հետ պայմանավորվածության արդյունքում միտումնավոր տանեն մարման։ Մենք դες բաներ տեսել ենք, հատկապես Արցախի հարձակման այդ հայաթափման, հարձակման, ցեղասպանության այդ օրերին, երբ որ բոլոր քիչ թե շատ ակտիվ ընդդիմադիրներին իրական կալանավորեցին եւ ձերբակալեցին, դաշտը թողեցին, առաջնորդության դաշտը թողեցին քաղաքական ավանտյուրիստներին, ովքեր իշխանության հետ համագործակցելով տարան ընդդիմության կազմակերպիչ ցույցերը տարան մարման։ Սա այդ մասով։ Այս պայմանությամբ ընդդիմությունը գաղափարական առումով բաժանված է երկու մասի։ Անուններ չտալով ասեմ, մի մասը հայտարարում է, որ մինչև 2026 թվական, այսինքն մոտ տարի ու կես, ոչինչ չենք անելու, սպասելու ենք 26 թվականի ընտրություններին։ Իհարկե դա տարբեր ձևեր են քողարկում, այդ դրան կողքը նաև դնում են, որ եթե փողոցային պայքար լինի, մենք կմիանանք, եթե ես իմիջիայտ այդ փողոցային պայքարը օդից չի գեներացվել, այսինքն դա ձեր պարտականությունն է քաղաքական ընդդիմություն հայտարարել, այսինքն ինչ-որ մեկը պետք է ձեր փոխարեն գա փողոցային պայքար գեներացնի, դուք էլ տենց մեծահոգաբար միանաք այդ պայքարին, իսկ եթե չգեներացնի, պետք է սպասեք, այսինքն ձեր անելիքների մասին եմ ուզում իմանամ, ոչ թե ձեր երազանքների, ձեր էրոտիկ ֆանտազիաների մասին չեմ հարցնում, էլի։ Դուք ինչ անելիքներ ունեք, անելիքների առումով այդ ընդդիմադիր այդ հատվածը ասել է հետևյալը, ուրիշ անելիք չի ասել, սպասել հերթական ընտրություններին։
Սա որպես անելիք միակ բանն է, ինչը այդ ընդդիմադիր հատվածը ասել է, ես այդ մարդկանց անվանում եմ սպասողներ։ Իրանք այդպես վճռական սպասում են 26 թվականի ընտրություններին։ Հետևաբար հանրությունը ինչ հնարավորություն ունի այդ մասնակցելու դրան, այսինքն ինչ անի, գնա իրանց տուն, իրանց հետ նստի սպասի այդ 26 թվականի ընտրություններին։ Հանրությունը քաղաքական առաջարկ է սպասում, հանրությունը սպասում է այդ ընդդիմությանից հատկապես որ ինքը ձայն ա տվել 21 թվականին, դա մի հատ առանձին մեծ պատմություն է, թե 21 թվականին ով օգնեց Նիկոլ Փաշինյանին վերընտրվել ընդդիմությունից, դրա մասին կարելի առանձին հաղորդում անել, բայց ինչևէ 21 թվականին հայ հանրության մի ստվար զանգված ձայն ա տվել ընդդիմությանը մի խոստման համար, չէ, որպեսզի այդ մարդիկ Նիկոլ Փաշինյանին հեռացնեն։ Հիմա այդ մարդիկ ունեն այդ հեռացնելու հնարավորությունը։ Այդ մարդիկ ունեն, ես չունեմ, դուք չունեք, падգամավորի մանդատ ունեցող մարդիկ կարող են իմպիչմենտի գործընթացը սկսել եւ իրականացնել։ Ես եւ դուք կարող ենք հարակից օգնենք, փողոց գեներացնենք, փողոցային պայքար մղենք այդ իմպիչմենտի, բայց մենք չենք կարող մեր ստորագրությամբ, անվստահության կամ մեր քվեարկությամբ անվստահության գործընթաց սկսել։ Հետևաբար գնդակը այս առումով հայտնվել է ընդդիմադիր падգամավորների դաշտում, շուտով մենք ավելի առարկայական այդ մասով արդեն գործնական քայլերի կանցնենք, որպեսզի նաև մենք հասկանանք մեր ընդդիմությունը ընդդիմադիր քաղաքական գործիչները, ովքեր որ չեն վստահում Նիկոլ Փաշինյանին, հնարավորություն ունենան իրանց գործիքով, այսինքն ստորագրությամբ այդ մասին հաստատել իրանց դիրքորոշումը։ Ես այն կանխավարկածով եմ առաջնորդվում, որ մեր ընդդիմադիրները հայրենասերներ են։ Դե իրանց հետ որ առանց խոսում չենք հաջողի, որովհետև մի ընդդիմադիր падգամավոր, անկեղծ ասած չեմ մտաբերում նույնիսկ մի ընդդիմադիր падգամավորի, ով որ կհրաժարվի Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու, բայց եթե կլինեն տենց մարդիկ, այդ մասին հանրությունը հենց միանգամից կտեղեկացվի, որպեսզի հանրությունն էլ իր նաև որոշակի եզրահանգումներ անի հետագա ընտրական բոլոր process-ների հետ կապված, այսինքն ձայն տա այդ մարդկանց, ձայն տա այդ նույն մարդիկ, ովքեր եթե կլինեն իհարկե, ես ասում եմ, վստահ եմ չեն լինի, բայց եթե կլինի ինչ-որ մեկը, ասենք, ով չի ստորագրի այդ անվստահության բանի տակ, impeachment-ի կազմված միասնական այդ թղթի տակ, ապա այդ մարդը ոնց է վաղը գալու որպես ընդդիմադիր ձայն ուզի ընտրողից, ինչ ասելու, ինքը հնարավորություն ուներ, իրան ձայն էին տվել, ինքը ուներ այդ հնարավորությունը չօգտագործեց։ Այսինքն մեխանիզմը եւ տրամաբանությունը շատ պարզ է, ոչ մի ինչ-որ հատուկ, ինչ-որ չգիտեմ ինչ չկա այս դեպքում, էլի։ Բայց դրա մասին արդեն տարիներ ենք խոսում եւ նրանք կարծես այդ տարիներից մի տարին ես բանտում էի, հետեւաբար իսկ դրանից առաջ ես ակտիվ այդ թեման ներ ընդդիմադիր դաշտում, կուլուարային այսպես խոսակցությունների ժամանակ խոսում էի, քննարկում էի նաև իմ ընկերներից հետ այդ ամեն ինչը թեժ քննարկումներ էինք ունենում, բայց հիմա եկանք հասկացանք նրան, որ եկանք արդեն այն կետի, որ այս ամեն ինչի, այս նույնիսկ քննարկումների մասնակիցը պետքա լինի նաև հանրությունը, որովհետև երբ որ ես զանգում եմ իմ ընկեր Արտուր Հայրապետյանին եւ impeachment-ի մասով ինչ-որ բաներ եմ խոսում, Արտուր Հայրապետյանը հնարավոր է բերի ինչ-որ արգումենտներ, որը իմ համար որպես ընկեր միգուցե հասկանալի լինեն, բայց հանրության համար խնդրահարույց լինեն։ Իմ կարծիքով իմ ընկեր Արտուր Հայրապետյանը, եթե ունի պատգամավորական մանդատ, ինքը հաշվետու է եւ թափանցիկ բաց աշխատավոճով պետքա բացատրի հանրությանը, թե ինքը ինչի չի անում մինչեւ հիմա։ Այդ պատասխանատվությունը, բայց այդ մինչեւ հիման էլ հələ այս պահին թողենք, որովհետեւ դրան ավելի ռետրոսպեկտիվ կանրադառնանք, երբ որ հենց ընտրական process-ն է լինեն, թե ոնց կբացատրեն, որ մինչև հիմա չեն անում, դա խնդրում եմ իրանց կանչեք, հարցրեք, ես գիտեմ այդ պատասխանները, հանրությանը նաև ներկայացրեք, որպեսզի մարդիկ էլ իմանան ինչի մինչև հիմա impeachment չեղը։ Պատճառաբանությունները տարբեր են եղել։ Պատճառաբանությունները չարդարացումները։ Ժամանակին ասում էին, եկեք impeachment չանենք, որովհետև թե impeachment անենք հանգարց տապալվի, Նիկոլ Փաշինյանը 6 ամսվա անձեռմխելիություն կձեռք բերի եւ Արցախը կհանձնի։ Հիմա Արցախը հանձնել է մեկ, երկրորդ հերթին ոչ մեկ չի ասում, որ քիչ քանակի ստորագրություններով թուղթը տանենք հանձնենք մի հատ
ազգային ժողովի քարտուղարություն, հետո պարտադրված արդեն քվեարկության գնանք եւ այդ պարտադրված փուլ չի կարելի մտնել իհարկե առանց երաշխիքային նաեւ ԿՊԱ-ականների ձայներից։ Մեր ընդդիմադիրներից շատերը սկսում են փորձում են վերջից գալ։ Ասում են ԿՊ-ն վերջում ձայները չի տա։ Նախ մինչև ԿՊ-ի ձայներ չտալուն հասնելը շատ կարևոր է մենք իմանանք թե ով կտա ձայներ։ Հետո մենք չգիտենք ով չի կտա եւ ով չի տա, այդ մինչև այդ ստորագրությունները չտեսնենք։ Դրանից առաջ շատ կարևոր է հասկանալ այդ թուղթը կա թե չկա, որի տակ պետք է այդ ստորագրությունները լինեն։ Պաստորեն այդ թուղթն է չկա։ Այո։ Դրա այդ թուղթից առաջ պետք է հասկանալ թե ընդդիմությունը հավաքական միասնական ինչ-որ տեխնացիայի շուրջ եկել է համաձայնության թե չէ։ Պարզվում է դրա շուրջ էլ համաձայնության չի եկել։ Այսինքն ինքը այդպես խնդիրների շղթա է, որի ամբողջ շղթայի համարի ամբողջ օղակները կախված են ընդդիմադիրներից եւ դրանք լուծված չեն, վերջին օղակը նոր առնչվում է քաղաքացիական պայմանագիր խմբակցությանը, իսկ իրանք միանգամից իրանց վրայից այսպես պատվիրակում են մեղավորությունը ԿՊ-ի վրա, ասում են դե ԿՊ-ն չի քվեարկի, մենք չգիտենք ԿՊ-ն ինչ կանի։ Այդ ԿՊԱ-ականներից որևիցե մեկի հետ որևէ падգամավոր խոսել է մեր ընդդիմադիրներից։ Այդ որ գնում են գործողումների հետաքրքիր եւ հաճելի երկրներ, այդ ճանապարհին արդյոք մեր ԿՊԱ-ականներին համոզում են, որ impeachment-ին միանան թե չէ։ Ես այդպես ինֆորմացիա չունեմ։ Ես վստահ եմ, որ չեն խոսել ոչ մեկ։ Հիմա եթե չենք խոսել, մենք ինչ գիտենք։ Չէ՞ որ եղել են իրավիճակներ, երբ որ ընդդիմությունը համառորեն դրել է տեխնացու մի քանի անգամ չի ընտրվել, նորից է դրել, նորից մտել է պրոցեսենք օրինակ Արտուր Ղազինյանի ընտրությունները 10 քանի անգամ հանձնաժողովի նախագահի տեղակալ ընտրությունները ընդդիմությունը արդեն սկզբունքորեն դնում էր այդ տեխնացությունը եւ այլն սկզբունքային այսպես հարցեր դարձել։ Ազգային ժողովի փոխխոսնակի ընտրությունները 3 անգամ դրեցին, չընտրեցին, դրեցին, ի վերջո իշխանությունը ստիպում էր որպեսի Իշխան Սաղաթելյանի անձը փոխարինեն այլ անձով, բայց ընդդիմությունը այդտեղ սկզբունքայնություն ցուցաբերեց եւ Իշխան Սաղաթելյանը երրորդ փորձից դարձավ ազգային ժողովի փոխնախագահ, եթե հիշում եք։ Այսինքն եթե դա տեղի է ունեցել հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրությունների ժամանակ, նույն սկզբունքայնությունը, տեղի է ունեցել ազգային ժողովի փոխնախագահի ընտրությունների ժամանակ էլի, այսինքն իսկ ինչի պետք է վարչապետի impeachment-ի փորձից մենք վստահվել ենք, որ առաջի փորձից կհաջողվի։ Այս պահին եթե մենք սկսենք impeachment, մենք մինչև այս ազգային ժողովի ավարտը մենք կարող ենք 3 տապալված չի տապալվելու վստահ եմ ասում, բայց նույնիսկ եթե մեր այսպես սկեպտիկ բաները լինեն, կանխատեսումները լինեն, մենք 3 անգամ կարող ենք impeachment անենք։ Իսկ ընդհանուր առմամբ մինչև հիմա կարող ենք 6 անգամ impeachment անել, 6 անգամ։ Նիկոլ Փաշինյանին հեռացնելու առաջին քայլը դա նրան անվստահություն հայտնելն է։ Կրկնում եմ, փողոցային մեծ ճնշումով։ Իսկ այդ դեպքում ԿՊԱ-ական падգամավորների հետ առանձին կոֆե խմել կամ ինչ-որ նստել, հիմա կոֆե խմելը մեր եթերից տեղին չէ, որովհետև այդ պատճառով է, որ դուք անազատության մեջ եք։ Ես հիմա արդեն դատվել նստել դուս եմ եկել, ես ասեմ, ես հիմա այն ժամանակ եթե ասեիք ստացվել արդարանում եմ, հիմա կարող եմ չէ ազատ ասել, որ արդեն նստել եմ այդ դրա համար, ասեմ, որ ես իրականում վատման նկատի չեմ ունեցել։ Այո։ Ես իրականում նկատի ունեի գնանք այդ մարդկանց հարազատների հետ, ասենք օրինակ Վահագն Ալեքսանյանի պայմանական հոր հետ հանդիպենք կամ մոր հետ հանդիպենք լրիվ ցիվիլ, լրիվ առանց որևիցե վիրավորանքի, առանց որևիցե ծաղրի, առանց որևիցե բանի դրսևորման, ոչ վատ դրսևորում նստենք, խոսանք, ասենք, որ ձեր տղան սենց դավաճանական պրոցեսի մեջ է, որը որպես արդյունք 7 պորտով չի մաքրվելու այս խարանը։ Հիմա դուք որպես ծնող, որպես մեծ, որպես քույր, որպես եղբայր, որպես ամուսին, որպես զոքանչ, չգիտեմ, տարբեր հարազատների մասին է խոսքը։ Դուք չունեք ձեր խոսքը ասելու ձեր հարազատ, որովհետև այդ դրա արդյունքը տարածվելու է ձեր ամբողջ Գերդաստանի վրա, չէ՞, որովհետև այդ մարդու արած քայլը դավաճանությունը ինքը ամբողջությամբ տարածվելու է այդ մարդու շրջապատի հարազատների մեջ։ Զուտ այդ մարդկանց տեղակայում են, կարող է այդ մարդիկ տունը գնում են ուրիշ բան են ասում են, որ մենք շատ հայրենասեր բաներ ենք անում, հեսա բաներ խափում են իրանց տնեցիկին։
Հիմա իմ ասածը այդ էր եւ այդ ասածը սուժի մեջ է այդ ժամանակը որ գա, այդ մենք կանենք կտենակ առանց այդ մարդկանց վիրավորելու, առանց այդ մարդկանց, որովհետեւ մենք այն կանխաբարկացով ենք հանդիպում հարազատների հետ ԿՊԱ-ական падգամավորների, որ այդ մարդիկ տեղյակ չեն։ Այդ մարդիկ վատ մարդիկ չեն, ուղղակի տեղյակ չեն կամ խորքային չգիտեն իրանց հարազատը ինչով է զբաղվում, ինչ մեծ գլոբալ խնդրի առաջ է կանգնացնում մեր բոլորի ընդհանուր հայրենիքը։ Ինչն է այդտեղ խնդիրը, այսինքն ես չեմ կարող ենթադրենք ձեր հարազատի հետ հանդիպել, ձեր հետ կապված ինչ-որ բան քննարկել առանց վիրավորելու կամ դուք չեք կարող հոր հետ շատ բազմաթիվ անգամ հանդիպել եք, միգուցե նաև մի անգամ էլ ինչ-որ բանով դժգոհել եք ինձանից կամ իմ վարքից կամ ինչ-որ բան, բայց դա ոչ մի ոչ ատելություն է, ոչ բան է։ Այ ատելություն կարա լինի, երբ որ այդ հարազատը ասի ախպեր լավ է անում, իմ տղեն դավաճանում է, լավ է անում, պետք է ծախենք այս հայրենիքը, այդ դեպքում կարա ատելություն գեներացի, բայց ոչ ինձնից, այլ այդ մարդուց։ Այսինքն այդ մարդը լինի այդ ատելության հիմքը։ Անդր նորից վերադառնալով մեր թեմային, ընդդիմադիրների արդարացումներից մեկը հետևյալն է, որ մենք փողոցի հնարավորություն այս բանին չունենք, դες իրանք չունեն, եւ դա մեծ խնդրեմ է եւ այլ։ Բայց ամենևին չի նշանակում, որ ես տենց ոտս ոտին եմ գցել եւ ընդդիմադիրներին ինչ որ հրահանգներ եմ տալիս, ասում եմ, այ հիմա ստորագրեք, այ հիմա գնացեք թուղթը տարեք ազգային ժողով, այ հիմա փողոց գեներացնեք, ես տենց բաներ չունեմ, հավակնություններ չունեմ, դա հիմարություն է կլինել, բացարձակ ոչ։ Փողոցով ասել, որ իրանք են գեներացնելու, որ հələ մի հատ էլ իրանք ասում են չեն կարողանալու գեներացնել։ Այնտեղ ցավը տանեմ։ Դուք որպես падգամավոր ունեք ձեր գործիքը, չէ՞, ձեր ստորագրությունը, ձեր քվեարեք այդ։ Փողոցի հետ ինչ գործ ունեք։ Եթե կօգնեք, կաջակցեք, կտեսնեք որտեղ ինչ-որ բան կա անելու, կգաք փողոցին կաջակցեք, շատ լավ։ Բայց համենայն դեպս այս process-ը մենք ոչ չենք սկսել այն հույսով, որ մեր падգամավորները կզբաղվեն ստորագրություններով, քվեարկություններով, հետո ազատ ժամերին կգան փողոց կգեներացնեն։ Իհարկե ոչ։ Փողոց գեներացնողն էլ կա, նախ սկսեմ հա, հետո մյուսն էլ, բայց ԿՊ-ի հետ ով է բա, մենք չենք կարող բանակցենք։ Այդ ձեր ցավը տանեմ։ Ով ասե որ դուք պետք է բանակցեք ԿՊ-ի հետ։ Օրինակ Սրբազան ասում դուք ձեր ստորագրությունը տվեք, դուք ձեր ստորագրությունը տվեք։ Ուրեմն ԿՊ-ի հետ բանակցողն էլ կա, բանակցողներ կան դաժե, շատ արդյունավետ բանակցողներ են իմիջիալոց ասեմ, կա փողոց գեներացնող էլ, այդ փողոց գեներացնողներն են արդյունավետ փողոց գեներացնողներ, հիմա ամեն մեկս ունենք մեր գործիքը, որը ընդհանուր Նիկոլ Փաշինյանին հեռացնելու սեղանին դնում ենք ու ընդհանուր ստանում ենք այդ արդյունքը Նիկոլ Փաշինյանի հեռացումը։ Հիմա ոնց որ ես կամ ձեր փոխարեն հաղորդում վարեմ, դուք իմ փոխարեն, չգիտեմ, իմպիչմենտ անեք կամ փաբ աշխատացնեք, sense խառնվի սաղ իրար։ Դուք ձեր գործը պետք է անեք ու անեք լավ, ես իմը պետք է անեմ ու անեմ լավ, այսպես մենք գնանք շարժվենք առաջ։ Պարոն Մալյան, իրականում պահի լրջությունը չեն հասկանում, թե իրականում, հա լավ, Նիկոլի հետ ստվերային պայմանավորվածությամբ երկիրը տանում է կործանման, ոնց որ ես այստեղ պետք է մեղադրեմ մեր հանրությանը։ Իրականում խորհրդային եթե փորելով գնանք, հանրությունը ջերմոցային պայմաններ է ստեղծել մեր ընդդիմության համար։ Այդ թվում նաև դուք լրագրողներդ։ Դուք խուսափում եք ընդդիմադիրներին շատ սուր հարցեր տալ, ինչի համար, որովհետև դուք ապրիորի իրենց դիտարկում եք որպես տանջված, հալածված, այսպես տառապած մարդիկ չեք ուզում հավելյալ տանջանք ու այսպես անհարմարություններ պատճառել, բայց այդպես արդար չի։ Հիմա ասենք ծեծվել են, ես էլ եմ ծեծվել, ես էլ եմ նստել, ես ամեն ինչ եղել է իմ հետ, բայց ես եթերից առաջ խնդրեցի, չէ, ասեցի, որ խնդրում եմ ամենասուր հարցերը, որը կա անպայման տակ, այդ բանը excuse-ները չանեք իմ համար։ Այդ խոսակցությունն եղավ, ես բոլոր եթերներից, բոլոր տեղ գնալուց եթերում տաղավարում լրից առաջ ասում եմ, խնդրում եմ տվեք ամենասուր հարցերը։ Հանրությունը չի այսպես ջերմոցային պայմաններ է ստեղծել ընդդիմադիրների նկատմամբ, շատ բաների ներողամիտ է վերաբերվում, ընդդիմությունն էլ ծուլացել է։ Եթե կարելի է ոչ մի բան չանել, ինչի անել ինչ-որ բան։ Դե կարելի է սպասել հերթական ընտրություններին, հերնելելի հայտը արել կարելու ենք, մարդկանց հելնել ասել, որ ես Պուտինի ինգերն եմ, հեսա կարելու եմ, ես ինչ տանել, ինչ-որ մի հատ էլի ֆրակցիա ստանալ քվեների տեսքով, շարժվել առաջ։ Այսինքն
երբ որ այլ ստեղծում ես այդ զոնա կոմֆորտից ընդդիմությանը պետքա հանրությունը հանի դուս զոնա կոմֆորտում ընդդիմությունը հասկանում եք այն որ դե ես ծեծված մարդ եմ ախպեր ծեծված հալածված նստած հելած տառապած հետապնդված ինձ մի բան արեք էլի ինձ տենց հարցեր մի տվեք հիմա ում ընդդիմադիրների մեջ տենց բանել կա չէ ասում ես ասենք ինչի արդյունավետ չէ ձեր պայքարը ընդհանուր ասում որ տեսել եք քանի օքյա ձերբակալվե տեսել եք քանի օքու են ծեծել այ ձեր ցավը տանեմ այդ պայքարի իմ նպատակը ծեծվելն ու ձերբակալելը չէր ձերբակալվելը չէր այդ պայքարի նպատակը Նիկոլ Փաշինյանն հանելն էր այսինքն ինչ է ուզում այդ ընդդիմությունը դրանով ասի որ ինքը անկեղծ էր պայքարում ինքը իր պայքարի նպատակներին մեծ հաշվով հասնում է, երբ որ շատ են ձերբակալվում կամ շատ են բանանում, քիչ մարդ կա, որ իմ չափ նստել է հասկանում եք բանտ ընդդիմությունից։ Բայց երևի ես ամենաքիչ աֆիլացվածն եմ նախկին իշխանություններին եւ իմ հոդվածների մեջ կոռուպցիոն կատոր հատված չկա ընդհանրապես, բայց ես դա երբեք դրոշակ չեմ դա արդյունք չեմ ներկայացնում, հասկանում եք։ Ես չեմ ասում, որ ոնց, ով չի պայքարել, բա ով էր նստած, այ քեզ բան։ Նախ նստելը չեմ համարում հերոսություն։ Բանտ նստելը չեմ համարում հերոսություն, ձեզ պարզ ասեմ, բանտ նստել, եթե հնարավոր է խուսափել բանտ նստելուց, ընդդիմադիր գործունեության արդյունքում ես ողջունում եմ բանտ չնստելը մարդկանց, այսինքն կոչ եմ անում հնարավորինս խուսափել նստելուց, ինքը դա լավ բան չի, ոչ մի բան չի ավելացնում մեր պայքարին, հակառակը, ինչ-որ առումով ավելի բանա դարձնում, սահմանափակ է դարձնում մեր պայքարը, երբ որ լավ մարդիկ, կարող մարդիկ են, չէ, հիմնականում դրանց է հետապնդում իշխանությունը, սահմանափակվում է իրանց ազատությունը, այդ դեպքում ինչն է օգուտը դրա նստելու, ծեծվելու։ Արդյունքը պետք է լինի միակը, նախապես հայտարարված է Նիկոլ Փաշինյանի հեռացումը։ Կրկնում եմ, միակ հնարավորությունը, միակ տարբերակը Նիկոլ Փաշինյանին հեռացնելու դա իմպիչմենտն է։ Մնացած բոլորը լոլոներ են, մնացած բոլորը այդ լապշաներ են, որը կախվում է հանրության ականջներից, հանրությունն էլ շատ սիրով ընդունում է այդ լապշաները։ Չի հանում ընդդիմությանը զոնա կոմֆորտից, չի աշխատացնում իր ընդդիմությանը։ Հիմա լավ իշխանությանը չեն կարող աշխատացնենք, գոնե ընդդիմությանը կարում եք, չէ՞։ Մանդատով մարդիկ կան, որոնք գործընթաց պետք է սկսեն այդ Դե հիմա պարոն Մարյան, ընդդիմությունը կոնկրետ երկու մասի է բաժանվել։ Երկրորդ նախագահի, երրորդ նախագահի աջակիցների։ Ես հիմա ինչու եմ ասում, որ ընդդիմությունը երկու մասի է բաժանվել։ Երբ որ Քոչարյանի աջակիցները հիմա ասում են 18 հոգին Հիմա ասում են այդ մարդիկ ինչու չեք համախմբում եւ ձայները այսինքն դուք ուզում եք ասեք, որ ընդդիմությունը 36 հոգուց է բաղկացած։ Որտեվ ես Քոչարյանի աջակիցներ տեսել եմ 18 հոգի, ասում եք երկու մասի է բաժանված։ Բայց նաև Ռոբերտ Քոչարյանը հայտարարում էր 18, ես ասում եմ դες 18 ագրեսիվ աղանդային տրամաբանության մեջ գտնվող մարդկանց բան կա, շարժ կա, որոնք կոչվում են Քոչարյանի աջակիցներ, որոնց մասով Քոչարյանը հայտարարեց, որ ինքը ոչ մի լծակ եւ հնարավորություն չունի նրանց ինչ-որ բան ասելու եւ իրանք իր խոսքը չեն լսում, հետեւաբար իրանք նաեւ արդեն Քոչարյանի քաղաքական ռեսուրս էլ կոչվելու իրավունք չունեն, որովհետեւ ռեսուրսը այն մարդկանց այն խումբը կարա լինի, որի վրա դու ունես ազդեցություն։ Եթե դու հայտարարում ես, որ չունեմ այդ մարդկանց ազդեցություն, իսկ ես հավատում եմ երկրորդ նախագահին, որ չունի, այդ դեպքում այդ մարդիկ եսիմ ովքեր են, 18 հոգի ագրեսիվ էլեկտֆուր են տալի, բանը Քոչարյանի անունից սաղին, որոնք ամենամեծ վնասն են տալի դեպ Քոչարյանին։ Այդ քշողներին է դրանց որ բերել են իրանք աշխատացնում են, դրանց մենք վաղուց գիտենք էլի ճանաչում ենք, եւ այն չի, նորություն չի։ Եվ կա ընդդիմության մի այլ հատված, հիմնական ընդդիմությունը, ով որ քաղաքական process-ների փնտրտուքի, գեներացիայի ինչ-որ բանի մեջ է։ Ինձ համար բացարձակ, որ ասում եք երկու մասի է բաժանված, ես դրան չեմ հավատում։ Եթե impeachment-ի արդյունքում, impeachment-ի գործընթացում, եկեք մի հատ բարձ խոսամ, հա, impeachment-ի գործընթաց։ Դա նշանակում է, որ ընդդիմադիր падգամավորները պետք է իրանց մեջից շուտ մի հատ տեխնացույց, իրանց մեջից իրանցով մի հատ տեխնացույց դնեն։ Ամենամեծ ընդդիմադիր խմբակցությունը դա Հայաստան Դաշինքն է, չէ՞։ Հայաստան Դաշինքի առաջնորդը Ռոբերտ Քոչարյանն է, ճիշտ է։ Հետևաբար շատ օրինաչափ կլինի, որ Հայաստան Դաշինքը ներկայացնի Ռոբերտ Քոչարյանի տեխնացությունը, ես էլ նույն հավեսով, նույն եռանդով, նույն արդյունավետությամբ լծվեմ
Հայաստան դաշինքի կողմից առաջադրված այդ տեխնացուի մասնակցությամբ իմպիչմենտի իրականացման այլեն փողոց գեներացնեմ եւ այլն եւ կարծում եմ դեպքում պատիվ ունենալ պետքա միանա անպայման այդ առաջարկին, այսինքն կոնկրետ ընդդիմության մի հատվածը սպասում է ընտրություններին, այն մի հատվածը ակտիվ գործողությունների փնտրտուքի մեջ է։ Էսա տարաբաժանումը ընդդիմության։ Ստացվում է, որ Հայաստան դաշինքն էլ չի ուզում Ռոբերտ Քոչարյանի աչքի։ Ես անկեղծ ասած չեմ կարող Հայաստան դաշինքի անունից որևիցե հայտարարություն անել, այդ խնդրում եմ անպայման Հայաստան դաշինքից ոչ մեկին կանչեք այդ հարցերը տակ, բայց մենք դա հիմա կիմանանք, չէ՞։ Հեսա սկսում ենք այդ իմպիչմենտի գործընթացի արդեն մեկնարկը տալու ենք։ Ես կարող եմ ասել, մենք հեսա շուտով ազգային ժողովի մեր վերջին արթուն ենք շարժման հավաքի շատ թեժ քննարկումների արդյունքում որոշվեց, որ մենք 107 պատգամավորներին, բոլոր պատգամավորներին նամակներով դիմենք եւ պահանջենք օրենքի շրջանակներում սկսել իմպիչմենտի գործընթաց, քանի որ դա իրանց արիոլի մեջ է այդ իմպիչմենտը պատգամավորների եւ հետեւաբար իրանք էլ պետք է տեխնացուին իրանց մեջով գեներացնեն ու սկսենք մենք այդ գործընթացը անել։ Իմ համար անընդունելի տեխնացու գոյություն չունի, բացարձակ, եթե դա պատգամավորները իրանց առաջարկն է, իմ համար դա իգիտություն ընդունելու եւ այդ մարդու օգտին աշխատելու հնարավորություն է։ Իմ համար չկան նախընտրելի եւ ոչ ցանկացած անձ բացի Նիկոլ Փաշինյանից իմ համար այս բանը ընդունելի տեխնացու է, ոչ մի խնդիր չեմ։ Դե ժամանակ էլ ասում էին թող Սերժը չլինի, ով ուզում է լինի։ Հա, բայց ես իմ մասով հիմնավոր եմ, հա, այո, այդ ժամանակ էլ էին ասում, ճիշտ է, բայց իրավիճակի տարբերություններն է, որ Սերժ Սարգսյանի կառավարման եւ նաեւ Ռոբերտ Քոչարյանի կառավարման, նաեւ Լևոն Տեր-Պետրոսյանի կառավարման ժամանակ ճիշտ է, կային ինչ-որ սխալներ, բացթողումներ, հա, օրինակ Քոչարյանի ժամանակ Սորոսի գրասենյակը եկավ Հայաստանում հիմնավորվեց, գրանցվեց 2003 թվականին եւ այլն։ Լիքը բացթողումներ կա, լիբերալներին բավական մեծ տեղ էր տալիս պարոն Քոչարյանը իմ համար գաղափարական անընդունելի կետից, եթե գամ։ Բայց ամեն դեպքում հայրենիքս չէր փոքրանում ամեն օրվա հետ։ Ես Նիկոլ Փաշինյան անձի հետ ոչ խնդիր չունեմ, ես անձնավորված չեմ կռիվել։ Ես խնդիր ունեմ այս process-ը կանգնացնելու, այս հայրենիքի փուճուրացման, այս զոհերի, տառապանքների, այս դագաղների, այս թաղումների, այս մահերի, այս process-ը կանգնացնելու։ Եվ ինչքան մնաց, այնքան այդ process-ը շարունակվելու է։ Եթե Նիկոլ Փաշինյանը լիներ այդ նախկին նախագահներից, նախկին ղեկավարների ոչի կառավարիչ, նույնիսկ եթե ինձ դուր չգար, կարելի էր ուղղակի վերցնել արտագաղթել այս երկրից, բայց նույնիսկ հիմա եթե ես դուրս գամ երկրից, դուրս ու ապրեմ կուշտ եւ կուռ կյանքով, ամեն դեպքում հայացքս լինելու է հայրենիքից, չէ՞ ամեն մի հանձնված գյուղի հետ էլ է սիրտս ճմլվելու է, թե ու որտեղ լինեմ նույնիսկ այս մոլորակի վրա։ Ես այդ լուրերը բանտում էի լսում, ցավից ուղղակի ոռնում էի այդ զիջումների, այդ հանձնում Թուրքիա առաջ այդ չոքելու, կզելու բանից։ Ինձ համար անընդունելի մարդ միայն անընդունելի կառավարիչ Նիկոլ Փաշինյանն է։ Հետևաբար, եթե նույնիսկ, սենց ասեմ, եթե ԿՊ-ն նույնիսկ իր մեջից մի հատ ինչ-որ այլընտրանքային տեխնացու կդնի, այդ էլ կարելի է քննարկել, ինչ է եղել, խնդիր չէ, որն է, չեմ հասկանում։ Ես այդտեղ էլ Նիկոլ Փաշինյանի հասկանում եք, չէ՞ որ կենտրոնը բանի այդ սատանության այդ չարիքի կենտրոնը Նիկոլ Փաշինյանն է։ Հետևաբար իհարկե դա որպես վերջնական հարցի լուծում դժվար է դիտարկել, բայց գոնե ինչ-որ քայլ դեպի կասեցում էս աղետներին, իհարկե դա տենց կլինի։ Համենայն դեպս իմպիչմենտի լուծման հասցեատերերը դրանք այն մարդիկ են, ովքեր ունեն պատգամավորական մանդատ։ Մանդատը մենակ պետության հաշվին, հանրության հաշվին արտասահմանյան ուղևորություններ գնալը չի, պատավատներ ունենալը չի, պարգևավճարներ ստանալը չի, բարձր աշխատավարձ ու բարձր թոշակ երաշխավորված ստանալը չի։ Չէ՞ որ ինչ-որ մի իշխանություն կարա գա ու այս սազիվի ազգային ժողովի այդ թոշակներ, մոշակների մոտ հարցը լրիվ առանձին օրենքով դնի ու
այսպես ասեմ, վերացնի, որ իրանք այտենց հույսով սպասում են, որ վաղը շատեր կան, էլի, որ 70% այսօրվա աշխատավարձի թոշակ են ստանալու։ Դա շատ բավական բարձր գումար է։ Այո։ Հիմա այդ դրա համար իրանք նրանց մեջ կան շատերը, որոնք չեն ուզում ինչ-որ ցնցումներ լինի, Սակում են շեմը հաղթահարել։ Դե հա, այդ վերջացնեն սինում գնան իրենց գործերով բանանեն։ Իսկ հանրության խնդիրն է կոմֆորտի զոնայից մեր գոնե ընդդիմադիր падգամավորներին իշխանականին չեն կարում ընդդիմադիրներին, ովքեր եկել են ձեզանից ձեն են խնդրել, որ Նիկոլին հանեն, այդ մարդկանց ավելի արդյունավետ աշխատացնելն է, այսպես ասած։ Ոչ թե իրանց փոխարեն աշխատելն է, ոչ թե իրանց փոխարեն գործ անելն է, ոչ թե իրանցից գնալ մանդատը վերցնել, մենք հիմա մի քիչ գնանք պայեստ կեքի բան, չէ, այդ եղած մարդիկ, ես էլ եմ ասում, իմ կարծիքով նրանք բոլորն էլ հայրենասեր մարդիկ են, էլի չեմ կարող վատ բան այս պահի դրությամբ ասել, կյանքը նաև ցույց կտա էլի իրանց կարծում եմ կվերահաստատվի իմ ասածը, իրանք կմիանան բոլորն էլ այդ impeachment-ի գործընթացին, այդ ժամանակ մենք բոլորս էլ մեր գնահատականները կտանք, հանրությունը գնահատականները։ Ժամանակ ունենք, պարոն Ալյան։ Այս պայից սկսած մենք 3 անգամ impeachment կարող ենք անել։ Ժամանակ իհարկե չունենք, կապիտուլյացիան նոր։ Ես կարծում եմ հա ունենք ժամանակ, թայմինգի առումով, սենց ասեմ ձեզ, ես կողմնակից եմ ավելի արագ, ավելի այսպես բանի, բայց process-ներ կան, որոնք իրանք բնական ճանապարհով գնում են, այսինքն ես չեմ կարող դրանց արագության վրա ազդել։ Իմ կարծիքով մենք 3-4 օրը պետք է անեինք impeachment։ Հա, իմ արագությունը դրա մասին է։ Բայց դե process-ներ կան, հանդիպումներ կան, որոշակի հստակեցումներ կան եւ այլն, որ այդ ամենը չպետք է անենք, որ նոր ոչ թե ոտաբոբիկ չմտնենք։ Մենք տնային աշխատանքը պետք է վերջացնենք, նոր մտնենք, որ անխոցելի լինենք։ Շնորհակալ եմ։ Ես եմ շնորհակալ։ Կհանդիպենք։ Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։